Կուզենայի հիշատակել, որ նախորդ տարիներում հայ երաժիշտները եւ մեր երաժշտությունը ունեցել է բազմաթիվ բարեկամներ, նշանավոր երաժիշտներ, գործիչներ, նրանցից շատերը շատ էին սիրում Հայաստան, գալիս էին այստեղ եւ բարձր գնահատում այն, ինչ որ իրենք տեսնում էին։ Կուզենամ հիշատակել Դիմիտրի Շոստակովիչի բազմաթիվ, այսպես ասած, այցելիները, հիշատակել հիանալի կատարողներ Դավիթ Օյստրախի, Էմիլ Գիլիլսի, Ֆլիերի եւ այլ նրանց հյուրախաղերը Հայաստանում։ Պետք է ասեմ, որ դրանց հետ միասին շատ էր սիրում Հայաստան գալը եւ Մստիսլավ Ռոստրոպովիչը, հայտնի թավջութակահար, երեկոյան ես այցելեցի մեր երաժիշտներից մեկին, Հերոնցի Թալալյանին, որը պետք է մեկնի Ամերիկա բուժման պատճառով, աչքերը պետք է նրան այնտեղ աչքերը բուժեն, եւ նա ինձ հիշեցրեց մի դեպք, որ երբ Ռոստրոպովիչը այստեղ էր, դա 60-ական թվականների վերջն էր, հանդես էր գալու մի հետաքրքիր համերգով եւ որոշեց այդ համերգի ծրագիրը, քանի որ վարպետը Մարտիրոսյանը չէր կարող գալ հիվանդության պատճառով այդ համերգին, նա եկավ այստեղ եւ դաշնակահար Դեջուխինի հետ ամբողջ ծրագիրը կատարեց Մարտիրոսյանի համար։ Այդ թվում եւ Բրիտենի Թավջութակի եւ Դաշնամուրի սոնատը, որը առաջի անգամ կատարվեց Հայաստանում, այդ սոնատը նա նրան ցուցադրեց։ Այդ ժամանակ Ռոստրոպովիչը արդեն գտնվում էր, այսպես ասած, կասկածների տակ եւ մեր օրգաններից ուղղակի ամեն մի քայլը նրան ստուգում էին։ Նա բերել էր իր հետ մի անձրևանոց, այնպես ստացվեց, որ անձրևանոցը ընկավ տղաներից մեկի ձեռքը եւ նրանք ջարդեցին այդ անձրևանոցը, որպեսզի ստուգեն մեջը արդյոք որևէ մի կասկածելի բան չկա։ Այդ անձրևանոցը Հերոնցի Թալալյանը հետո վերանորոգման հանձնեց, հիմա գտնվում է այստեղ, ես ուզում եմ ուրեմն ցույց տալ Ռոստրոպովիչի այս անձրևանոցը։ Հայաստանը այցելել են բազմաթիվ ականավոր երաժիշտներ, ես հիմա իհարկե բոլորին չեմ կարող հիշել, բայց քանի որ այստեղ տրվեց Բենջամին Բրիտենի անունը, նրա սոնատը, որ կատարեց Ռոստրոպովիչը Սարյանի համար, ես ուզում եմ ասել, որ նա ամբողջ մի ամիս գտնվեց Հայաստանում եւ Դիլիջանում աշխատեց եւ հետագայում Անգլիայի թերթերից մեկում հանդես եկավ, որ այդպիսի պայմաններ, ինչպիսին ստեղծվել են Հայաստանի կոմպոզիտորների համար, Անգլիայի կոմպոզիտորները միայն կարող են երազել։ Եզրափակելով խոսքս, կուզենայի անդրադառնալ մեր երեխաներին։ Ես շփվում եմ մեր երեխաների հետ եւ զարմանում, թե ինչ մեծ քանակությամբ տաղանդավոր, ընդունակ երեխաներ ունենք բոլոր ասպարեզներում, այդ թվում եւ երաժշտության ասպարեզում։ Եվ այստեղ է, որ ես օպտիմիստորեն եմ նայում մեր վաղվա օրվան։ Պետք է ասեմ, որ նրանցից շատերը իհարկե կհասնեն իրենց նպատակին, կդառնան հիանալի երաժիշտ կատարողներ, ստեղծագործողներ, երաժշտագետներ, երգիչներ եւ պատիվ կբերեն մեր երաժշտությանը եւ կշարունակեն այն հիանալի ավանդները, որոնք արդեն տասնյակ տարիների եւ դարերի ընթացքում ձևավորվել են եւ մենք կարողանանք աշխարհին ներկայանալ
մեր ամբողջ գեղեցկությամբ երաժշտության ասպարեզում։